Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու, մեր սոված հոգին ու ծարավը բավարարելու, ամեն, ինչքան առատ լինի Աստծո խոսքը, այնքան զորավոր կլինի մեր մեջ բնակվող Հիսուս Քրիստոս, ամեն, աղոթքը շնչառությունն է, սնունդը գիրքն է, ամեն, շնչառությունն ու սնունդը մանուկի տեղը պահեք և նա ժամանակի ընթացքում աճի կմեծանա և ձեզի Քրիստոսանման կյանք կնվիրի, դու չես ձգտում դրան, աճում ես, իսկ աճման համար պետք է սնվել աղոթքի, գրքի, պաշտամունքի հոգով այդքան բան, մնացած ամեն բանի պատասխանատուն Քրիստոսն է, ամեն հարցը լուծողը Քրիստոսն է քո մեջից և քո միջոցով, էլի որպես մարմին քո շուրթերը կօգտագործի, քո ձեռքերը կօգտագործի, բայց հրաշքը, բժշկությունը, մարգարեությունը կկատարի քո մեջ ծնված մեծացած Սուրբ Հոգին։ Ամեն, Հիսուս Քրիստոսը, թող փառավորվի Տեր Հիսուսի իր տված իմաստության հանճարի համար։ Այսօրվա մեր սերտողությունն է Եսայա մարգարեության 29-րդ գլխից սկսած։ Երուսաղեմը կտառապի, ժողովուրդը կկուրանա, բայց հրաշալի կերպով կազատվի։ 29-րդ գլուխ։ Վայ Արիելին, էսի Երուսաղեմին նկատի ունի։ Վայ Արիելին, Դավիթի բանակ տված քաղաքին, որը Երուսաղեմն է։ Ավելացրեք տարին տարվա վրա, տոները թող պտույտ տան, և ես պիտի նեղացնեմ Արիելին, Աստված է խոսում էսի։ Եվ ես պիտի նեղացնեմ Արիելին և պիտի լինի հառաչել և հառաչանք, և նա կլինի ինձ համար Արիելի պես։ Եվ բանակ պիտի տամ շրջանի պես քեզ վրա, և քեզ պիտի նեղեմ, Տերն է ասում, կբերեմ նեղիչներին ու քեզի կնեղեն։ Ղեկավարը ինքն է, թույլ տվողը ինքն է, դրա համար է այսպես խոսում։ Եվ քեզ պիտի նեղեմ պատնեշներով, և քեզ դեմ պիտի հողաբլուրներ կանգնեցնեմ, և պիտի ցածանաս, հողիցը խոսես, որ հպարտացել ես, և պիտի փոշիիցը մնչես քո խոսքերը։ Այսի բոլոր հպարտ հավատացյալներին է նաև վերաբերվում, որոնք Աստծո խոսքը անարգելով իրենց կրքոտ ցանկությունների ետևից են վազում։ Պիտի ցածանաս, հողիցը խոսես, և պիտի փոշիից մնչես քո խոսքերը։ Եվ վհուկի պես տափիցն է դուրս գալու քո ձայնը, և փոշիիցը պիտի ճվճվաս քու խոսքերը։ Հպարտ Երուսաղեմցիներին, իսրայելացիներին է վերաբերվում։ 5-րդ խոսք։ Եվ մանր փոշիի պես պիտի լինի քո օտարականների բազմությունը, շատ էլի հալածող չարչարողները շատ է լինելու։ Եվ մանր փոշիի պես պիտի լինի քու օտարականների բազմությունը, և անցնող մղեղի պես բռնավորի բազմությունը, և հանկարծակի մեկ վայրկյանի մեջ կլինի, զորած Տիրոջ կողմանե այցելություն է լինելու որոտմունքով, գետնաշարժով և մեծ ձայնով, մրիկով ու փոթորիկով և մաշող կրակի բոցով։ Այս բոլորի ղեկավարը Աստված է, նա է ուղարկում պատժողներին։ Եվ գիշերային սքանչելիքի երազի պես են լինելու Արիելի վրա պատերազմի եկող բոլոր ազգերի բազմությունը, և բոլոր նրա և նրա բերդի վրա հարձակողները և նրա նեղիչները, և կլինի ինչպես որ սովածը երազ է տեսնում, թե ուտում է, և վեր է կենում, տեսնում, որ փորը դատարկ է, և ինչպես որ ծարավն է երազ տեսնում, թե խմում է, և զարթնում է, տեսնում, թե նվաղած է և սիրտը պապակվում է, այսպես է լինելու բոլոր ազգերի բազմությունը, որ պատերազմի են դուրս գալիս Սիոն սարի դեմ։ Ապշեցեք և զարմացեք, շլացրեք ձեզ և շլացեքը,
ուղեք, շլացրեք ձեր աչքերը և շլացեք, կուրացեք, ամեն, շլացրեք ձեր աչքերը և կույր դարձեք, կուրացեք։ Նրանք արփած են, բայց չէ թե գինիով, նրանք դանդաղում են, բայց չէ թե ցքից, որովհետև Տերը ձեզ, եսի Երուսաղեմցիներին վերաբերվում, որտև Տերը ձեզ վրա թմրության հոգի է թափել, բայց լինի ոգի, թմրության ոգի է թափել և կապել է ձեր աչքերը մարգարեներին և ձեր գլխավորներին, որ տեսիլք էին տեսնում, քողարկել է և ամեն մի բանի տեսիլք պիտի լինի ձեզ համար կնքված գրքի խոսքերի պես, որ կտան գրագետին և կասեն. մեկ կարդա այս, և նա այդ կռապաշտ Հուդայանց առաջնորդները, գրագետները, և նա կասե, չեմ կարող, որովհետև կնքված է, միտք չի ունենա, միտքը կփակվի, ամեն, ոչ մի մարգարեական խոսք չի կարա բացատրի, ինչպես այսօրվա հովիվները և հպարտ եպիսկոպոսները։ Եվ կամ կտան այն գիրքը մեկ անգրագետին ասելով, նորեկին խոսքի եկեղեցու, մեկ կարդա այս, և նա կասե, ես կարդալ չգիտեմ, և Տերը ասում է, սա նաև գրված է այս մասը Մատթեոս 15:7-9 խոսքերում, որովհետև այս ժողովուրդը կռապաշտուդայանք, իր բերանով են մոտենում և իր շրթունքներով են ինձ պատվում, իսկ նրանց սիրտը հեռու է ինձանից, և նրանց ինձ պատվելը մարդկանց սովորեցուցած պատվեր է, ստե մի քիչ տպագրության թերությունը ասում է և մարդկանց պատվիրած ավանդությունները որպես վարդապետություն են սովորեցնում, ամեն այս ժողովուրդը միայն ասում է շուրթերով ինձ կպատվե, բայց իրեն սիրտը բաժանված հեռացած է ինձանից, վասնզիներով թարգմանությունում ասես գրված, միայն շուրթերով զիս կպաշտեն, բերանով են ինձ պաշտում Տեր դավանում, բայց իրեն սրտերը հեռացած զատված է ինձ մե։ Մարդկանց այդ մարմնավոր կռապաշտովիվների պատվիրած ավանդությունները որպես վարդապետություն են սովորեցնում։ 14 խոսք։ Դրա համար ահա ես այսուհետև զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդի հետ, զարմանալիք և զարմանք, և պիտի փչանա նրանց իմաստունների իմաստությունը, և հանճարեղների հանճարը պիտի խափանվի, վայ նրանց, որ խորհուրդը խոր տեղում ծածկում են Տերիցը, և խավարում է լինում նրանց գործքը, և ասում են, ով է մեզ տեսնում և ով է մեզ իմանում, խորհուրդը բաները այդնում, թաքցնում են, չեն ասում, Աստծո խոսքը խարդախում են, վերջը մեղքի տանելու, աշխարհ տանելու համար հոտի։ Ով է մեզ տեսնում և ով է մեզ իմանում, այս ձև են խոսում, էլի ինչ ուզենք կանենք, ոչ ոք էլ չի տեսնում, ոչ ոք էլ չի լսում։ Օ ձեր խոտորնակությունը շվարում այս ինչքան եք խոտորվել և անաստվածավաղ դառը, միթե կավի պես կհամարվի բրուտը, որ շենքը ասե իր շինողին, նա ինչ չէ շինել, և արարած ասե իր արարիչին, թե նա չէ հասկանում, այսքան լկստվե, այսքան այլասերվել եք, արդեն իմ ներկայություններ չեք ընդունում, ամեն, մենք ինչ ուզենք կանենք, ինչ ուզենք այդպես կխոսենք, ով է մեզ իլ տեսնում և ով է մեզ լսում, Աստծո վախը կորցրած հավատացյալներին է վերաբերվում, որ ինչ ուզում անում են, ինչ ուզում հագնում են, ինչ անբարոյություն ասես անում են, ասում են Աստված չկա, անզգամը իր սրտի մեջ ասավ, Աստված չկա, ապականվեցան ու պիղծ գործերին, հիմա այս մարգարեությունը դա է հաստատում։ Ուրեմն 17 խոսքից մինչև վերջ 24 խոսքը գրեք հազարամյա թագավորություն։ Սա կռապաշտ Հուդայանց պատիժների մասին խոսեց և կռապաշտ Հուդայանց վարքագծի, կարակ գրեք կռապաշտ Հուդայանց ճակատագիրն ու վարքագիծը մինչև 16-ի վերջը, իսկ 17-ից 24-ը խոսում է ուղիղ հազարամյակի մասին։ Ահա մի փոքր քիչ ժամանակից հետո
Լիբանանը կդառնա պտղաբեր արդ, եւ պտղաբեր արտը անտառ պիտի համարվի, հալելույա, հազարամյակում։ Այն օրը խուլերը կլսեն գլքի խոսքերը, գրքի, կբացվի ակաժները։ Այն օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը եւ մեգիցն ու խավարիցը կտեսնեն կույրերի աչքերը։ Կողերը, կույրերը, խուլերը կբժշկվեն։ Եվ խեղճերը ուրախություն պիտի ավելցնեն Տերովը, եւ չքավոր մարդիկը պիտի զվարճանան Իսրայելի Սուրբովը, որովհետեւ բռնավորը պիտի չքանայ, եւ ծաղրողը վերջանա։ Ընդ ծաղրարող բռնավոր մարդ չի լինելու հազարամյակում, որտեղ բռնավորը պիտի չքանա եւ ծաղրողը վերջանա, եւ պիտի փչանան բոլոր չարություն խորողները։ Նրանք, որ մարդից դատի մեջ հանցավոր են շինում եւ դատարանում հանդիմանողին որոգայթ են դնում եւ դատարկ բանով վայր են գցում արդարին, այսպիսի ամբարիշ չարերը չեն լինելու հազարամյա թագավորությունում։ Սրա համար Տերը նա որ փրկեց Աբրահամին, այսպես է ասում Հակոբի տան մասին. այլևս պիտի չամաչե Հակոբը եւ նրա երեսը պիտի չսփրտնի, որովհետեւ նրա որդիքը իմ ձեռքի գործը իրենց մեջ տեսնելիս փառավորելու են իմ անունը եւ փառավորելու են Հակոբի սրբին եւ Իսրայելի Աստվածարից սարսելու են եւ հոգով մոլորվածներն իմաստություն են հասկանալու եւ տրտնջողները խրատ են սովորելու ամեն։ Էսի լրիվ խոսեց հազարամյակ 17-ից մինչև 24-ը։ Այսքանով ավարտեցինք Եսայա մարգարեության 29-րդ գլխի սերտողությունը։ Ամեն։ 30-րդ գլուխ։ Վայ Եգիպտոս փախչողներին, Եգիպտոս փախչող իսրայելացիներին նկատի ունի, հենց այս գլուխի 30 գլխի 1-ից մինչև 18-ի վերջը խոսում է Եգիպտոս փախչողներին եւ Եգիպտոսի փարավոնին կամ աշխարհիկ մարդկանց վրա հույս դրողներին։ Վայերնա թափելու նրանց վրա։ Ուր կգնաս քո հույսն ու ապավինությունը թող Եհովա Տերը լինի։ Վիր միջոցով կանի, օրինակ Եղիան հաստատ հույսը չէր դրել Ագրավի վրա։ Նա հույսը դրել էր Եհովայի վրա, որ նա իրեն սովաշի թողի, եւ Եհովա նրա ման տվեց, Ագրավը բերեց կերակրեց ու ետ գնաց։ Ինչքան ախել կլիներ Եղիան, որ ասեր ապրես Ագրավ ջան, քեզ եմ երկրպագում, որ ինձ միս բերիր։ Հասկանում եք դու Աստուն երկրպագի, Աստուն ապավինի, Աստված որ մեկի միջոցով կանա, Հիսուսի անունը փառավորվի, ամեն։ Կարող է Տերն այշին կօգտագործի, աղավնուն կօգտագործի, սիրամարգին, ջայլամին, թե գելու գազանին, ամեն։ Նա որ հրաման տա, բոլորը կծառայեն, ամեն։ Ուրեմն վայ նրան, որ աշխարհի մարդու կապավինի եւ մարդը կդառնա իրեն բազուկ, ամեն ինչպես Երեմիա մարգարեության 17:5-ն ասում։ Վայ նրան, որ մարդու բասկին ապավինում, բայց սա չի նշանակում, որ դու պետք է մարդկանց հետ չշփվես եւ մարդկանցից ողորմություն չընդունես օգնություն։ Աստված կարա դնի մարդկանց սրտին գան քեզ օգնեն, ինչպես Աբրահամի ժամանակ Մամրեի սրտին դրեց, գնաց Աբրահամի հետ Ղովտին ազատեց բերեց, բայց Աբրահամը շնորհակալություն հայտնեց միմիայն իր Եհովա Տիրոջը, որ համ Մամրեի զորքին պահեց, համ իր զորքին պահեց, ամեն։ Ու երբեք օգնություն չընդունեց Սոդոմի թագավորից, ասավ չլա թե ասես ես եմ Աբրահամին հարստացրել։ Աբրահամին հարստացրել է իր Եհովա Տերը։ Սա է խորհուրդը։ Ուրեմն վայ Եգիպտոս փախչողներին, ելի եմ ասում 1-ից մինչև ամայրա 18-ը խոսում է դրա մասին, ընդուց հետ կգնանք հազարամյակ եւ մեծ նեղություն, նշեք։ Վայ Եգիպտոս փախչողներին, Երանի Տիրոջ զորությանը հուսացողներին։ Հիմա ընթերցում եմ 1-ից մինչև 18-ի վերջ, դա վերաբերվում է Եգիպտոսի աշխարհի մարդու
աշխարհի բարեկամի կամ աշխարհի կրոնավորների վրա հույս դրող սնոտի ապաշտ հավատացյալների մասին։ Տեսեք ինչա կատարվելու։ Վայ ապստամբ որդկանց, ուրեմն Աստուծո ապստամբել են, չի որ արդեն մարդու բասկին են ապավինում։ Վայ ապստամբ որդկանցը, ասում է Տերը, որ խորհուրդ են անում, բայց չէ թե ինձանից, որ դաշինք են կապում, տեսեք փարավոնի հետ, աշխարհիկ մարդկանց հետ դաշինք են կապում։ Մենք քեզ կծառայենք, քեզ ենթակա կլինենք, մենակ մեզ օգնի, ամեն։ Իսկ դու երբ գնում ես օգնության, դե Դավիթն էլ Քիրամից էր օգնություն խնդրում, բայց նա երբեք ասուն չէր ուրանում, ամեն։ Բայց չէ, վայ ապստամ որդկանց, ասում է Տերը, որ խորհուրդ են անում, բայց չէ թե ինձանից, որ դաշինք են կապում, բայց չէ թե իմ հոգիովը, որպեսզի շատացնեն մեղքը մեղքի վրա, որ գնում են իջնում Եգիպտոս և իմ բերանը չեն հարցնում, ամեն։ Իսկ դու եգիպտացիների հետ շփվում ես, դու նրանց պատմիր քո հույսի մասին, ամեն։ Ու Աստված դրած միջոցով իշկանի իր անունը փառավորվի, որ գնում իջնում են Եգիպտոս և իմ բերանը չեն հարցնում, որ պատը սպարվին, փարավոնի պատը սպարանումը, ապավինության տակ մտնեն, փարավոնին ապավինեն, որ պատը սպարվին, փարավոնի պատը սպարանումը, և որ ապավինեին Եգիպտոսի հովանին, պատկերացնում ես աշխարհի վրա նա իրանց հույսը, ոչ թե Տերոջ։ Բայց փարավոնի պատը սպարանը ձեզ համար ամոթ պիտի լինի, չի օգնելու, հիշեք, եթե օգնելու լինեի, էլի ես պիտի թույլ տայի, բայց որ դուք փարավոնի վրա եք հույս դրել, ձեր հույսը մեռավ, լրիվ փակելու եմ։ Բայց փարավոնի պատը սպարանը ձեզ ամոթ պիտի լինի, և Եգիպտոսի հովանին ապավինելը նախատինք, օգնելու փոխարեն պատժելու է ձեզի, որովհետև նրա իշխանները տայանիս են եղել, և նրա թագավորները հասել են Հանես, գնացել են հույսեր են էլի կոպե, թագավոր ջան, արի մեզ օգնի։ Ամենքը այդ կռապաշտ հուդայանք, ամենքը պիտի ամաչեն այն ազգի մասին, որ իրենց օգուտ չունի, որ գնացել են այդ ազգից օգնություն խնդրեն, ոչ օգնություն և ոչ օգուտ ունի, այլ ամոթի և խայտառակության համար է։ Այո, գնացել են և իրենց են խայտառակում և իրենց Աստծուն։ Հարավի անասունների պատգամը տես, կռապաշտ հուդայանցը անասնական անասունի բնազդի հետ է համեմատում, որ նրանք անասնական բնազդով են շարժում և ոչ թե Տիրոջ իմաստությամբ։ Հարավի անասունների պատգամը նեղության և վշտաց երկրովը, որտեղից են մատակ առյուծեսի թագավորները, ղեկավարները նկատի ունի Իսրայելի, մատակ առյուծը և առույգ առյուծը, իժը և թևավոր կիզողոցը, տանում են իրենց ստացվածքը էշերի մեջքի վրա և ուխտերի սապատի վրա իրենց գանձերը մի այնպիսի ժողովրդի մոտ, որ օգուտ չունի, Եգիպտոսին ապավինողները, աշխարհիկին, մարմնավորին ապավինողներ այս անեծքի տակն են մտնում։ Դու Աստծուն ապավինա, ինքը ում կուղարկա քո հարցը լուծելու, ռեշտակի, մարդու, աղավնու, ագռավի, ձկան թեթրչունի, քո խնդիրը չէ, որ դու ոչ թե երկրպագ ես ագռավին ու սիրամարգին, որտև ում դիմում ես, նրան էլ պիտի ապավինես, նրան էլ պիտի փառավորես, հապա դու դիմի Աստծուն, որ վիր միջոցով Աստված այդ հարցը կլուծի, դու քո շնորհակալության պատարագը հայտնես Տեր Եհովային, ամեն։ Եվ ուխտերի սապատի վրա իրես գանձերը մի այնպիսի ժողովրդի մոտ, որ օգուտ չունի, և ունայն ու դատարկ է Եգիպտոսի օգնությունը, Եգիպտոսի մեջ մտնում են կրոնավորներ, աշխարհիկներ, մարմնավոր բարեկամներ, վերջը, բոլորը, որոնք Աստծո զավակներ չեն, որոնք ինչ որ անում են, Աստծով չեն անում, ամեն, անում են իրաց փառքի համար, որ դու իրանց փառավորես և մեծարես։ Եվ
Եվ ունայն ու դատարկ է Եգիպտոսի օգնությունը։ Նրա համար կանչեցի նրանց, կոկոզաբան դատարկապորտներ են նրանք, այդ կռապաշտ հուդայանք, մարդուն ապավինողները։ Արդ գնա գրիր, այ հեսորա հենց վերջին օրերի մասին մարգարեությունա, եւ այսօրվա բոլոր անձինից կառավարվող եւ անձին ապավինող ավատացյալներն ունեն այս նույն վարքագիծը, ուշադիր քննեք։ Արդ գնա գրիր այս նրանց հետ տախտակի վրա եւ գրքի վրա նշանակիր, որ դա մնա հետին օրվա համար վկայություն մինչեւ ավիճան։ Հետին վերջին օրերը չենք ապրում։ Հիմա տեսեք, որ վերջին օրերն ենք ապրում։ Որովհետև դա մի ապստամբ ժողովուրդ է, կեղծ ավատացյալները այն ժամանակվա կեղծ կռապաշտ հուդայանք են, կոպիան, նման են ամեն բանով, բնավորության գծերով, ամեն։ Որովհետև դա մի ապստամբ ժողովուրդ է, կռապաշտ հուդան եւ այսօրվա եսասեր ավատացյալները, ստախոսի որդիկ, ամենամեծ ակտիվ բան իրանց մոտ սուտն է, ոնց ուզում ստում ու խափում են։ Ստախոսի որդիկ, որ չեն ուզում լսել Տիրոջ օրենք, զզվում են Աստծո խոսքից, չեն ուզում կարդալ, ամեն բանի ժամանակ կտան, բայց գրքի կողքը նստում են, զզվում են, ամեն, ոչ թե քարոզ չեն լսում, չեն ուզում գրքով լսեն Տիրոջ ձայնը, ամեն, որովհետև դա մի ապստամբ ժողովուրդ է, ստախոսի որդիկ, որոնք չեն ուզում լսել Տիրոջ օրենք, որ ասում են տեսնողներին, ճիշտը խոսողներին, մարգարեներին, մի տեսեք, մեր մեղքը մի հայտնեք մեզ, որ չխղճահարվենք, ազատ մեղք գործենք, ամեն։ Որ ասում են տեսնողներին, մի տեսեք, եւ մարգարեներին, թե մեզ համար ուղիղ բաներ մի մարգարեանաք, մեզ կակուղ բաներ ասեցեք, խափեցեք էլի, սուտ փրկություն խոստացեք, մեզ կակուղ բաներ ասեցեք, խափեություն մարգարեացեք, խափեություն խոսեք, ողբամ քովրեն, ես խափեություն խոսեմ կորեմ, հենայց ճշմարտությունը կխոսեմ, դու կորի զզվի, ամեն, դու ճշմարտությունից զզվի եւ գնա կորուստ, հնչի ես խարդախեմ Աստծո խոսքի ես գնամ կորուստ, ես իմ Տիրոջ խոսքը անմնացորդ կտամ, ով որ սիրի կփրկվի, ով որ զզվի, չարանա կկորի, ամեն, որ ասում են տեսնողներին մի տեսեք, մեր մեղքերը մի տեսեք ու հայտնեք, մի տեսեք եւ մարգարեներին, թե մեզ համար ուղիղ բաներ մի մարգարեանաք, մեզ կակուղ բաներ ասեցեք, խափեություն մարգարեացեք, խափեություն, ստություն, հեռացեք ճանապարհիցը, որ ճանապարհիցը, Տիրոջ խոսքի ճանապարհիցը, հեռացեք ճանապարհիցը, ծրվեք ուղիիցը, վերցրեք մեր առաջից Իսրայելի Սուրբին, Իսրայելի Սուրբի օրենքը, այսօրվա բոլոր ազատամիտ եկեղեցիների վարքագիծը կարդացի, որոնց համար խոսքը անարգանքա եւ ոտքի տակ, ինչպես Եսայի առաջի գլուխն ասում, դրա համար ցավերը, փորձանքները, վաղաժամ մայերը թափել են թեովիվների գլխին, թեոտի գլխին, ուրեմն, որ ասում են տեսնողներին մի տեսեք, եւ մարգարեներին մեզ համար ուղիղ բաներ մի մարգարեանաք, մեզ կակուղ բաներ ասեցեք, խափեություններ մարգարեացեք, հեռացեք ճանապարհիցը, ծրվեք ուղիիցը, վերցրեք մեր առաջից Իսրայելի Սուրբին, իր օրենքը։ Ատոր համար տեսեք ինչա գալու դրած գլխի։ Սրա համար խոսքից զզվելու, խոսքից ծրվելու, սրբերին հակառակվելու, խոչընդոտելու համար։ Սրա համար այսպես ասում Իսրայելի Սուրբը, որովհետև ձեր զզվանքը գալիս է այս խոսքից կռապաշտ հուդայանք եւ այսօրվա եսասեր քրիստոնյա հավատացյալներ, որովհետև ձեր զզվանքը գալիս է այս խոսքից եւ ապավինել եք բռնության եւ ծռության եւ նրանց վրա կռնել եք, նրա համար այս անօրինեությունը ձեզ համար կլինի բարձր պարսպի վրա, ուռած, այդ ուռուսքի նման վայր ընկնող փլվածքի պես, որի կործանումը հանկարծակի կգա, ամեն, պատահաբար լինելու, եւ նրան փշրելու է բրուտի ամանի փշրելու պես, փշրելու է եւ չէ խնայելու,
Աստված նրան մատնելու է չարիքի դևերի ձեռը։ Եվ նրան այդ կռապաշտ ուդայանց եւ խարդախ հավատացյալներին այսօրվա քրիստոնյա կոչված, որոնով քրիստոնյա են, բայց գործերով սատանայի զավակ։ Եվ նրան փշրելու է բրուտի ամանի փշրելու պես, փշրելու է եւ չխնայելու։ Նույն օրենքի գիրքն ասում, որ մի ժամանակ ուրախանում էի քեզի օրտելով բազմաստելով, հիմա կուրախանամ քեզ ինչ անելով, բնա ջնջելով, որ քո նման այլանդակ չար սերունդը վերանա եւ իմ անունին հայոյանք չբերեն։ Տեսեք բոլոր տեղերը, բոլոր դարաշրջանի մարգարեները նույնն են մարգարեած։ Եվ նրան փշրելու է բրուտի ամանի փշրելու պես, փշրելու է եւ չխնայելու, եւ նրա կտորտանքիցը մի խեցի կտոր չգտնելու, կրակարանիցը կրակ վեր առնելու եւ փոսիցը ջուր հանելու համար։ Որովհետեւ այսպես է ասում Եհովա Տերը Իսրայելի Սուրբը. դառնալով եւ հանդարտ կենալով կփրկվիք։ Հանդարտությունը շատ մեծ խաղաղության հիմք է։ Այն մարդը, որ հանդարտ է մեքենան քշում, չի խառվում իրար, չի կոպտում, չի չարանում։ Այն մարդը, որ հանդարտ է խոսում, համեստ, հանգիստ, ինքը խաղաղությունը շատ քիչ կկորցնի կամ էլ չի կորցնի։ Հանդարտ, դանդաղ ու քիչ խոսեք։ Ըստ իս ձեզի խորհուրդ։ Շատ խոսելու մեջ հանցանքը անպակաս է։ Որովհետև այսպես է ասում այսպես է ասում Եհովա Տերը, Իսրայելի Սուրբը. դառնալով եւ հանդարտ կենալով կփրկվիք։ Հանդարտությամբ եւ ապավինությամբ Տիրոջն ապավինելով կլինի ձեր զորությունը, ամեն, ոչ թե փարավոնի։ Բայց դուք չեք ուզում եւ ասում եք ոչ, այլ ձիերով փախչենք, ուր Եգիպտոս, ընդ փարավոնը մեզի լավ տեր կկանգնի։ Եվ ասում եք ոչ, այլ ձիերով փախչենք, դրա համար փախչելու եք, ինչը փափագում է կետի կլնի, եւ արագընթացների վրա հեծնենք ու արագ վազենք Եգիպտոս։ Դրա համար արագընթաց են լինելու ձեր հալածողները։ 17 խոսք, ստեղ տպագրական թերություն կա, կարդում եմ թերի գրածը, ետքը ուղիղը, կուզեմ, որ դուք ձեր մոտ նշեք։ 17 խոսք, ձեր 1000-ը մեկ սպառնալիքի առաջին, 5 սպառնալիքի առաջին դուք պիտի փախչեք։ Էսի 17-ի սկզբից փաղագիծը բացեք, փախչեքի վերջում փագեք ու գրեք, որովհետև մեկ աղաղակից ձեր 1000-ը պիտի փախչի, վախկոտ եք լինելու, 5 աղաղակից 10,000-ը, նորից եմ կարդում 17-ը, փախչեքի վերջում դրեք, մինչև որ մնաք մի ձողի պես սարի գլխին, արդեն էսի ուղիղա, փախչեքի վերջում փակում եք, 17-ի սկզբից բացում եք ու գրում եք, որովհետև մեկի աղաղակից ձեր 1000-ը պիտի փախչի, 5-ի աղաղակից 10,000-ը, մինչև որ մնաք մի ձողի պես սարի գլխին և մի դրոշակի պես բլուրի ծայրին։ 17 խոսքը ավարտվավ։ Եվ դրա համար Տերը սպասելու է, որ ձեզ ողորմե, և դրա համար բարձրանալու է, որ ձեզ գթա, որովհետև Տերը իրավունքի Աստված է, երանի այն ամենին, որ սպասում են նրան, Տիրոջը, ամեն, ու սրանից հետո սկսվում է հազարամյա թագավորության մասին մարգարեություն, մինչև 27 խոսքը, 19-ից 27-ը գրեք, հազարամյա թագավորություն, որովհետև մի ժողովուրդ պիտի բնակվե Սիոնի վրա Երուսաղեմում, դու էլ լաց չես լինելու, էսի արդեն ապաշխարող Իսրայելին է վերաբերվում, որ մտել է հազարամյա թագավորություն, դու էլ լաց չես լինելու, նա Աստված, նա քեզ պիտի ողորմե աղաղակիդ ձայնովը, հենց որ նա լսեց, քեզ պատասխան է տալու,
ինչ խնդրես տալու է հազարամյակում։ Եվ Տերը ձեզ տալու է նեղության հաց եւ տառապանքի ջուր, բայց քո ուսուցիչները այլևս ետ չեն քաշվելու եւ քո աչքերը շարունակ տեսնելու են քո ուսուցիչներին, ճիշտը խոսող ուսուցիչները նկատի ունեն, որ ասում է ետ չեն քաշվելու ճշմարտությունը խոսելուց, բայց մի ժամանակ վախենում էին ճշմարտությունը խոսեին, որտեղ թագավորները կսպանեին նրանց, ամեն։ Եվ Տերը ձեզ տալու է նեղության հաց եւ տառապանքի ջուր, բայց քո ուսուցիչները այլևս ետ չեն քաշվելու, ստե կարակ ավելացնեք ճշմարտությունը խոսելուց, եւ քո աչքերը շարունակ տեսնելու են քո ուսուցիչներին։ Եվ քո ականջները ապաշխարող Հուդայասն վերաբերում Իսրայելին, եւ քո ականջները լսելու են մի խոսք քո ետևիցը, որ ասե. սա է ճանապարհը, սրանով գնացեք, երբ որ աջ կողմը պետք է գնաք եւ երբ որ ձախ կողմը պետք է գնաք, ճիշտ ճանապարհ են ցույց տալու եւ ճիշտ առաջնորդություն։ Այն ժամանակ դուք պիղծ կհամարեք, դու քո արծաթի կուրքերի ծածկոցները եւ դու քո ոսկի կռածոների ձուլվածքը։ Դու ցիրուցան կանես դաշտանի շորի պես, դու նրանց ասելու ես դուրս, այդ բոլոր կուրքերին վառելու վերացնելու ես։ Եվ նա Աստված անձրև կտա, արտումը սերմատ սերմիտ, եւ երկրի արդյունքիցը հաց, հալելույա, օրհնություն ալինելու հազարամյակում։ Եվ առատ ու պարարտ կլինի, այն օրը հազարամյակում, քո խաշինքը ընդարձակ արոտումը կարածել, եւ այն եզներն ու էշերը, որ երկիրը կգործեն, պիտի աղված կերակուր ուտեն, մաքուր ցորեն, պատկերացնում եք էշին մաքուր ցորեն, տոս այնքան բան լինի, առատություն լինի, այն եզները ու էշերը, որ երկիրը կգործեն, պիտի աղված կերակուր ուտեն, թիով եւ հոսելիով մաքրված, գարին որ ուտեն, անարատը կուտեն, ցորենն ուտեն, անարատը կուտեն։ Եվ ամեն բարձր սարի վրա եւ ամեն բարձրացած բլուրի վրա վտակներ, ջրի արուներ են լինելու մեծ կոտորածի օրը աշտարակներ ընկնելիս։ Եվ լուսնի լույսը, տեսեք, ստեղ ա գրած Եսայի մարգարեության 30-րդ գլուխ 26 խոսք, եւ լուսնի լույսը արեգակի լույսի պես կլինի։ Հիմա լուսինը ոնց է, հիմիկվա արեգակի նման պետք է լինի։ Եվ արեգակի լույսը 7 ավելի կլինի, 7 կլինի 7 օրվա լույսի չափ, այն օրը, որը Եհովան կկապե իր ժողովրդի կոտրածը եւ նրա հարվածի խոցը կբժշկե։ Լսեցիք։ 7 օրվա լույսի պես, լուսինը կլուսավորիք, մի խոսքով հազարամյակում, գիշեր չի լինելու։ Լուսինը 7 անգամ ավել լույս է տալու այսօրվա արեգակի պես, նորից կարդամ, որ հասկանաք, եւ լուսնի լույսը արեգակի լույսի պես կլինի եւ արեգակի լույսը 7 կլինի 7 օրվա լույսի չափ, այն նորը, որը Եհովան կկապե իր ժողովրդի կոտրածը եւ նրա հարվածի խոցը կբժշկե։ Պատկերացնում եք, որ համայրա գիշեր չեք տեսնելու, այնքան լուսավոր ալինելու, բայց ցերեկն էլ պայծառից պայծառ։ Հիմա 27-ից մինչև 28-ի վերջ խոսում եմ մեզ նեղության մասին։ 27-ից 28-ի վերջ, գրեք մեզ նեղություն։ Ահա Տիրոջ անունը հեռվից է գալիս, նրա բարկությունը բորբոքված է եւ բոցը սաստիկ։ Տիրոջ բարկության օրը, եփա մեզ նեղություն։ Նրա բարկությունը բորբոքված է եւ բոցը սաստիկ։ Ու շրթունքները լիքն են բարկությունով եւ լեզուն մաշող կրակի պես։ Եվ նրա հոգին հորդաոս գետի պես մինչև պարանոցն է ասնում, որ շարժե ազգերին փուչ շարժումով, բնաջին ջան է, ամեն։ Եվ
մոլորության սանձը դնե ազգերի կզակին։ Նորից հազարամյա 29-րդ խոսքը, 29-րդ խոսք գրեք հազարամյա թագավորություն։ Դուք երկ կունենաք Սուրբ տոնին գիշերվա նման և սրտի ուրախություն սրինգով գնացողների պես, որ գնում է Տիրոջ սարը Իսրայելի վեմի մոտ։ Ամեն, Տիրոջ սարը էլի հազարամյակում ալինելու։ Բոլորն ասելու են, ելենք գնանք Տիրոջ սարը, որտեղ կսովրեստեն մեզի օրենք։ Հիմա նորից 30-ից մինչև 33-ը խոսքերը խոսում է մեզ նեղություն։ Եվ Տերը լսել է տալու իր ձայնի փառքը և իր բազուկի իջնելը ցույց է տալու սաստիկ բարկությունով և լափող կրակի բոցով, հեղեղով, փոթորիկով և կարկտի քարերով, որովհետև Տիրոջ ձայնից զարուրելու է ասորեստանցին, որ զարկում էր գավազանով, չէ պատժում էր Իսրայելին, և որոշված գավազանի ամեն հարվածը, որտեղ իջեցնելու է նրա վրա ասորեստանի վրա, լինելու է թմբուկներով և քնարներով ուրախության պատիժ տալու էթանոս ազգերին, և պատերազմելու են նրա հետ պատերազմներով, շարժելով իր ձեռքը, որովհետև վաղուց պատրաստ է տոփեթը, նաև պատրաստ է թագավորին համար, նա խորացրել, լայնացրել, էլի պատիժը մեծացրել է, նա խորացրել, լայնացրել է, նրա խարույկը շատ կրակ և փայտ ունի, Տիրոջ շունչը ծծմբի հեղեղի պես վառելու է նրան, հալելույա։ Սա խոսեց մեծ նեղության մասին։ Այսքանով ավարտեցինք Եսայիա մարգարեության 30-րդ գլխի սերտողությունը և մեր այսօրվա սերտողությունը ամեն։ Մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ։ Ամեն։